Հնարավոր է արդյոք, որ գրամեքենայի առջև նստած կապիկը պատահական ստեղներ սեղմելով հավաքի Շեքսպիրի Համլետ ստեղծագործությունը։ Թերևս կպատասխանեք, որ դա շատ քիչ է հավանական։ Իսկ ինչ եթե ունենանք ոչ թե 1, այլ 100 կապիկ։ Հնարավոր է արդյոք, որ այդ 100 կապիկից գոնե մեկը հավաքի Շեքսպիրի Համլետը։ Տրամաբանորեն 100 կապիկի դեպքում ավելի մեծ է հավանականությունը, որ նրանցից գոնե մեկը կհավաքի Համլետը, սակայն միևնույն է այդ թիվը փոքր է լինում։ Իսկ ինչ կասեք անվերջ կապիկների դեպքում։ Որքան է հավանականությունը, որ նրանցից գոնե մեկը կտպի Համլետը։ Այլ կերպ ասած, ուզում ենք պարզել, եթե ունենայինք անվերջ թվով կապիկներ, յուրաքանչյուրը նստած գրամեքենայի առջև ինչ-որ բան տպելուց, որքան կլիներ հավանականությունը, որ իրանցից գոնե մեկը կտպեր Շեքսպիրի Համլետը։ Եկեք քննարկումը սկսենք ամենապարզ դեպքից։ Ենթադրենք ունենք 1 կապիկ։ Որքան է հավանականությունը, որ նա կարողանա տպել Համլետը։ Նախ եկեք նշենք, որ Համլետի մեջ կա 200,000 նիշ։ Մյուս կողմից, ամեն անգամ գրամեքենայի վրա ինչ-որ կոճակ սեղմելիս մեր կապիկը կարող է տպել, ենթադրենք 100 նիշերից մեկը, այսինքն մեծատառեր, փոքրատառեր, թվեր, կետադրական նշաններ եւ այլն, ենթադրենք 100 նիշ։ Այս դեպքում, եթե մեր կապիկը սկսի իրար հետևից 200,000 անգամ պատահականորեն ինչ-որ ստեղներ սեղմել գրամեքենայի վրա, ապա բոլոր հնարավոր տեքստերի թիվը, որ նա կարող է հավաքել 200,000 նիշով, կլինի 100, սա առաջին նիշի համար, անգամ 100 երկրորդ նիշի համար եւ այդպես շարունակ, 200,000 հատ 100 իրարով բազմապատկած։ Այսինքն ընդհանուր առմամբ բոլոր հնարավոր տեքստերի թիվը, որ կապիկը կարող է հավաքել 200,000 անգամ սեղմելով գրամեքենայի նիշերը, կլինի 100-ի 200,000 աստիճան։ Այս բոլոր տարբերակներից միայն մեկ տարբերակի դեպքում է, երբ որ շատ որոշակի դասավորությամբ տառեր իրար հետևից սեղմելու դեպքում կստացվի Համլետը։ Ուրեմն Համլետը տպելու հավանականությունը կլինի այդ մեկը բաժանած բոլոր տարբերակների վրա, այսինքն մեկը բաժանած 100-ի 200,000 աստիճան, որը հավասար է 10-ի մինուս 400,000 աստիճան։ Այսինքն մի տասնորդական կոտորակ, որում գրված են 400,000 հատ զրոներ եւ վերջում մի հատ 1։ Սա իհարկե փոքր թիվ է, բայց այնուամենայնիվ դրական թիվ է։ Այսինքն որոշակի հավանականություն կա, որ մեր կապիկը կարող է հավաքել Համլետը, սակայն այդ հավանականությունը շատ չնչին է։ Եկեք այդ թիվը նշանակենք P տառով։ Իսկ ինչ եթե ունենանք ոչ թե 1, այլ 2 կապիկ։ Այդ դեպքում, քանի որ երկու կապիկներն էլ իրարից գրագիտությամբ չեն տարբերվում, եւ առաջին կապիկի դեպքում Համլետը տպելու հավանականությունը կլինի P, եւ երկրորդ կապիկի դեպքում հավանականությունը կլինի P։ Սա առանձին։ Իսկ ինչքան է հավանականությունը, որ այդ երկուսից գոնե մեկը կտպի Համլետը։ Եկեք այս հավանականությունը հաշվենք հետևյալ ձևով։ Հավանականությունը, որ նրանցից գոնե մեկը կտպի, հավասար է 1-ից հանած հավանականություն, որ ոչ մեկը չի տպի։ Կամ այլ կերպ ասած, 1-ից պետք է հանենք հավանականությունը, որ եւ առաջինը չի տպի, եւ երկրորդը չի տպի։ Մյուս կողմից, այս հավանականությունը կարող են գրել արտադրյալով. հավանականություն, որ առաջինը չի տպի, բազմապատկած հավանականություն, որ երկրորդը չի տպի, քանի որ մեր երկու կապիկները իրարից անկախ են տպում գրամեքենայի վրա։ Բայց մենք գիտենք, որ առաջին կապիկի համար Համլետը տպելու հավանականությունը լինում է P, հետևաբար չտպելու հավանականությունը կլինի 1 հանած P։ Նույնը երկրորդ կապիկը, այսինքն այս հավանականությունը կլինի 1 մինուս P անգամ 1 մինուս P, ուրեմն 1 մինուս P-ի քառակուսի։ Տեղադրելով այդ արժեքը արտահայտության մեջ, կստանանք, որ գոնե 1 կապիկի համար տպելու հավանականությունը լինում է 1-ից հանած 1 մինուս P քառակուսի, որտեղից էլ փակագծերը կարող ենք բացել, ստանալ 2P հանած P քառակուսի, տեղադրել P-ի արժեքը եւ տեսնել, որ այո, սա ավելի մեծ թիվ է կազմում, քան P։ Այսինքն երկու կապիկի դեպքում ավելի մեծ է լինում հավանականությունը, որ մեկն ու մեկը կտպի, քան եթե ունենանք 1 կապիկ։ Ուրեմն մեր տրամաբանությունը այս հարցում ճիշտ էր։ Ամփոփենք։ Հաշվեցինք, որ եթե լիներ 2 կապիկ, ապա գոնե մեկի կողմից տպելու հավանականությունը կլիներ 1 հանած 1 մինուս P քառակուսի։ Նույն դատողությունները անելով կարող ենք ասել, որ եթե կապիկներ լինեն ոչ թե 2-ը, այլ 3-ը, ապա հավանականությունը կլիներ քառակուսու փոխարեն խորանարդ։ Նույնը կարող ենք ասել 4 կապիկի դեպքում, 5 կապիկի դեպքում եւ այդպես շարունակ։ Այսինքն, եթե ունենանք n կապիկ, իրենցից գոնե մեկի Համլետը տպելու հավանականությունը կլիներ 1 հանած 1 մինուս P-ի n աստիճան։ Ընդ որում, եթե այստեղ վերցնենք n-ի տարբեր արժեքներ ու փորձենք հաշվել այս հավանականությունը, կտեսնենք, որ որքան n-ը մեծանում է, այդքան այս հավանականությունը աճում է։ Ինչը բավականին տրամաբանական է։ Որքան շատ կապիկ, այնքան Համլետը տպելու ավելի մեծ հավանականություն։ Վերջապես ինչ տեղի կունենա, եթե կապիկների թիվը լինի անվերջ։ Ունենք, որ n կապիկի դեպքում հավանականությունը, որ գոնե մեկը կհավաքի Համլետը, այսքան է։
Ինչպես կարող ենք այս բանաձևից ստանալ անվերջ կապիկների դեպքը? N-ը ձգտացնելով անվերջի։ Ավելի ճշգրիտ եթե ասենք, հավանականությունը, որ անվերջ թվով կապիկներից գոնե մեկը կտպի Համլետը, հավասար է սահման, որ n կապիկներից գոնե մեկը կտպի Համլետը, բայց n-ը ձգտեցրած անվերջի։ Այսինքն ունենում ենք հետևյալ շատ սիրուն արտահայտությունը. սահման n-ը ձգտում է անվերջի, 1 մինուս 1 հանած p-ի n աստիճան։ Քանի որ առջևում գրված մեկը թիվ է, դա կարող ենք սահմանից հանել դուրս։ Կունենանք 1-ից հանած սահման, 1 մինուս p-ի n աստիճան։ Բայց այստեղ եկեք հիշենք, որ p-ն դրական թիվ էր, ուրեմն 1 մինուս p-ն կլինի 1-ից փոքր դրական թիվ։ Իսկ մենք գիտենք, որ 1-ից փոքր դրական թվի n աստիճանը ձգտում է 0-ի։ Ուրեմն այստեղ մեր սահմանը կլինի 0 և կունենանք 1 հանած 0, այսինքն 1։ Փաստորեն հավանականությունը, որ անվերջ թվով կապիկներից գոնե մեկը կտպի Համլետը, լինում է 1, 100%, ինչը մենք հենց նոր ապացուցեցինք։ Այսինքն մեր այս հարցի պատասխանը, թե որքան է հավանական, որ գոնե մեկը կտպի Համլետը, կլինի 1։ Ուստի որքան էլ դա անհավանական թվա, կարող եք ուրիշների հետ գրած գալ, որ եթե ունենաք անվերջ թվով կապիկներ, նրանցից որևէ մեկը կտպի Համլետը։ Եթե ձեզ դուր եկավ, թե ինչպես ենք լուծում այս խնդիրը, ապա խորհուրդ կտանք ուսումնասիրել շատ հետաքրքիր երկու թեմաներ՝ Բորել-Կանտելի լեմաները և Կոլմոգորովի զրոների մեկերի կամ զրո մեկ օրենքը։ Այս թեմաները կարող եք գտնել հավանականությունների տեսության վերաբերյալ ձեզ սիրած դասագրքում կամ կարող եք տեսնել տեսանյութի նկարագրության բաժնում։ Շնորհակալություն, այսքանը։